Դիտարկեք հին աշխարհում ստրուկի կարգավիճակը եւ իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե պիտի ազատվենք ռուսական օկուպացիայից, ռուսկի միրի արժեքահամակարգից ու պանյատից եւ այսպես։ Հին աշխարհում, հին Հռոմ, Հունաստան, Մերձավոր Արևելք, Միջագետք, Պարսկաստան, ստրուկի կարգավիճակը հայտարարված էր եւ ոնց որ հիմա սոցիալ նախարարություն մինիմալ դավոսպեկ կամ մինիմալ աշխատավարձ հասկացողություն կա, նույնն է եւ ստրուկին եղել։ Ստրուկի մինիմալ աշխատավարձը 6-ից 12 արծաթ է տղամարդկանց, իսկ կանանց ու պատանիներին է դրա կեսն էր 4-ից 8 արծաթ էր։ Մի արծաթով հնարավոր է հիմիկվա ռեալներով դա հավասար է 600,000-ից 1,200,000 դրամի։ Մեկ արծաթով հնարավոր էր գնել 85 լիտր գինի, 650 կգ ցորեն, մի հատ գառ, մի տարեկան, մի 35 կգ տավարի միս, մի 120 լիտր գարեջուր, այսինքն համարժեք է 100,000 դրամին մեր ռեալներով։ Հիմա մեզնից որ մեկն է մինիմալ աշխատավարձ ստանում 600,000-ից 1,200,000 դրամ, մեր մինիմալ աշխատավարձը 80,000 դրամ է։ Ընդ որում ստրուկը հին աշխարհում աշխատել է 120-ից 150 օր, մեկ շատ քիչ հանգամանքներում 180 օր, բայց ինքը այդ մինիմալ աշխատավարձը ստացել է։ Դա մինիմալ, ոնց որ մեր մոտ հիմա 88,000-ը մինիմալ աշխատավարձն է, դրանից ցածր չեն կարող տան, ավել կարող տան։ Նույնն է հին աշխարհում ստրուկի մինիմալ աշխատավարձն եղել։ Ստրուկ փող ունենա ստրուկ ունենալու համար ցանկությունը բավարար չի, պիտի պայմաններ ստեղծես, ոնց որ հիմա ավտո ունենալը փող ունենալը դեռ չի, պիտի պրավա ունենաս, եւ ոնց որ գայիշնիկները, սոցապները հիմա ֆրֆռում երթևեկություններ ու սոցիալական իրավիճակն են հսկում, նույնն էլ հին ժամանակ եղել, տենց ավտոտեխասմոտրի նման եկել ստրուկներին նայել են։ Հին աշխարհում ստրուկի վերաբերմունքը ոնց որ հիմա մենք ավտոմեքենաներին, հաստոց տանուկներին ենք վերաբերվում, նույն ձև է եղել, ոչ ոք էլ չի առել լուրջ փողեր տվել, որպեսզի վարի տա ավտոմեքենաների գների շուրջ եղել ստրուկները, բայց ոնց որ գայիշնիկներն են ավտո երթևեկությունը կարգավորում, ոչ պատշաճ, ոչ շատ շահագործումը կարգավորում, նույնն էլ հին աշխարհում է եղել։ Նորից եմ կրկնում, հին աշխարհում ստրուկի աշխատավարձը եղել է 6-ից 12 արծաթ։ 12 մետր քառակուսի ստրկատերը պետքա բնակ սենյակ ապահովի, շաբաթը մեկ լողանալու փող այդ աշխատավարձից բացի, այդ աշխատավարձը դրա մեջ չի մտնում։ 35 լիտր պիվա, 15 լիտր գարեջուր, գինի, 15 լիտր տավարի միս, եթե չկա ամսվա մեջ, դա ամսվա բանն եմ ասում, մի տարեկան գառան միս, 15 կգ միրգ, 15 կգ բանջարեղեն, 2 կգ քունջուտի ձեթ եւ 35 կգ ցորենի ալյուրի ցորեն կամ սպիտակ գարի։ Դա ստրուկի մինիմալ պահվածքն է։ Հիմա նայենք մեր շուրջ, թե աշխատող մարդը ինչ հնարավորություններ, ինչ աշխատանքային պայմաններ ունի, որ մեկս ենք ամեն ամիս 600,000-ից 1,200,000 դրամ աշխատում, անստաբիլ այդքան աշխատավարձ ստանում, բայց տարվա մեջ աշխատում 120-ից 150, մաքսիմում 180 օր, աշխատանքային ժամերն էլ մի 8-10 ժամ է եղել, բայց հիմա մենք շատերս դրանից շատ ենք աշխատում նամանավանդ մասնավոր սեկտորում, նամանավանդ մասնավոր գործի վրա կարող է մինչև 14-16 ժամ գործ անես, որովհետև դա քոնն է, քեզ հաղթուտ մի բան, որ ուրիշի մոտ աշխատելով չես անի։ Անվճար սենյակ, շաբաթը մեկ լողանալու հնարավորություն, 3 ամիսը մեկ ոտից գլուխ նոր շոր, ստրուկի մինիմալ դավոսպնը, 6-ից 12 արծաթ աշխատավարձ մինիմալ, տարվա մեջ 120-ից 150, մաքսիմում 180 օր են աշխատել, հին ժամանակ ոչ միայն ստրուկները, այլև մնացած մարդիկ, որտեղ խիստ սեզոնային է եղել, 15 կգ այդ աշխատավարձից բացի, 15 կգ միս, 15 կամ մի հատ գառան մի տարեկան միս, տարվա ամսվա մեջ, ոչ թե տարվա ամսվա մեջ, դա եթե վերացենք, հետի որ մեկս ենք ամիսը 15 կգ միս ուտում ամեն մեկս, ամեն ընտանիքը, եթե 6 հոգանոց ընտանիք լինի, դա գալիս է 120 կգ միս ամեն ընտանիք ամիսը առնում է, դա
անոնսա դա բացառությունից դա ստուդի մինիմալ տարուստման ա եղել։ Հենց որ ռուսի օկուպացիայով, ռուսի միեղ մնալով, բոլշևիզմով, այդ արժեք համակարգը ապրելով, որ հասկանանք ինչ հավասարսուր ապոկալիպսիկ թալանի կեղեքման մատերիալ ներքո գտնվող իրականությունում ենք, որ այս իրականությունն է անում, որտեղ շատերս այդ արժեք համակարգի կողմնակից ենք ու կարող ենք, դա նորմալ ենք համարում։ Ոնց եմ կրկնում, մեր մոտ 600,000-ից 1.5 միլիոն, 2 միլիոն դրամ աշխատավարձ ստանում է այդ վարչության պետը, քաղաքապետ, մինիստր, պատգամավոր, այսինքն մեր էլիտա կոչեցյալը ստանում է ստուդի աշխատավարձ, ստուդի կարգավիճակ, բայց սննդային մնացած դավորությունները որ տալիս են, չի ստանում, ոնց որ զինվորականների մոտ էլ է սննդային դավորություն եղել սովետի վաղ եւ 90-ական թվականներին, բայց մեր մոտ հիմա կարծեմ չի պահպանվել։